Հուլիսի 29-ին Սարիթաղում լրագրողների աշխատանքի խոչընդոտման մասով հարուցված քրեական գործի շրջանակում մի շարք նոր անձինք են ներգրավվել։ Սա կարող ենք հուսադրող համարել գործի քննության արդյունքի մասով, թե այնուամենայնիվ լրագրողները իրավապահների վրա այս պարագայում հույս չեն կարող դնել, որովհետև շատ լրագրողներ նշում էին, որ քաղաքացիական հագուստով հենց ոստիկաններն են բռնություն գործադրել եւ ինչպես նաեւ Սարիթաղի բնակիչներն նշում էին, որ լրագրողների նկատմամբ բռնություն են կիրառել նաեւ հեղինակությունների տիկնապանները, օլիգարխների տիկնապանները, միտումնավոր լրագրողներին հավաքել են մեկ հատվածում եւ ուժի կիրառում է տեղի ունեցել։ Մինչև քրեական գործը չավարտվի, մենք չենք կարող իհարկե այսպես վերջնական գնահատական տալ, բայց դրա հետ մեկտեղ մենք որպես լրագրողական հանրություն, ԶԼՄ-ները, լրագրողական կազմակերպությունները պետք է ուշով հետևեն գործընթացին, այնպես ինչպես մենք անում էինք, ասենք 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերի հետ կապված, երբ լայնամասշտաբ ուղղակի որս էր իրականացվել լրագրողների նկատմամբ եւ եթե այն ժամանակ մենք ասում էինք որ ծավալներով այդ ճնշումները, այդ բռնությունները աննախադեպ էին, ապա Սարիթաղի դեպքերի ժամանակ ուղղակի աննախադեպ էին հատուկ մեթոդների կիրառումը եւ հատուկ նույնիսկ միջոցների կիրառումը։ Մենք գիտենք, որ մարդկանց դեմ նռնակներ, լրագրողների դեմ նռնակներ կիրառվեցին, գազ արդյունքաբեր կիրառվեց, այնպես որ այս առումով էլ այս իրադարձություններին աննախադեպ եւ այն քայլերը, որոնք որ իրականացվում են իրավապահների կողմից, կգնահատվեն դրական միայն այն դեպքում, երբ մենք ռեալ արդյունքներ տեսնենք։ Այսինքն տեսնենք բոլոր անխտիր տուժած լրագրողներին որպես տուժած, պաշտոնապես տուժած ճանաչված, երբ մենք կտեսնենք, որ դրան adekvat քանակով նաև մեղադրյալներ եւ կասկածյալներ կան, այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ իրավապահները ինչ-որ քայլեր են անում։ Թե չէ, երբ մենք նորից անդրադառնում ենք, ասենք հունիսի 23-ի դեպքերին, 2015 թվականի, ապա այն ժամանակ մինչև վերջերս, մինչև այդ Սարիթաղի իրադարձությունները փաստորեն 21 տուժող լրագրողներ կային, բայց որևէ կասկածյալ եւ մեղադրյալ չկար։ Եվ միայն Սարիթաղի դեպքերից հետո, երբ երկրի նախագահն էլ ներողություն խնդրեց եւ հորդորեց մոռանալ այս ամենը, սկսեցին կարծես թե քննչական մարմինները եւ առհասարակ իրավապահները մեղավորներ եւ մեղադրյալներ գտնել եւ հայտնաբերել եւ այսօրվա դրությամբ նույն հունիսի 23-ի դեպքերով 4 մեղադրյալ կա, որը որ անսպասելի էր, կրկնում եմ, դա դեպքերի, դա իրադարձությունների շղթայից հետո միայն հնարավոր եղավ, բայց նույնիսկ այդ դեպքում շատ ծիծաղելի է թվում, ստացվում է, որ 4 մեղադրյալները 21 տուժողներին այսպես բռնության էին ենթարկել եւ այլն, հասկանալի է եւ բոլորն էլ գիտեն եւ դրա մասին կադրեր կա եւ ինտերնետում եւ լրատվամիջոցների արխիվներում, որ այդ մեղավորների շրջանակը շատ ավելի լայն է եւ շատ ավելի բարձրաստիճան ոստիկաններ էին հրամաններ, հրահանգներ տալիս եւ մնացած իրենց ուրեմն ենթակաները շատ ջանասիրաբար եւ անցնելով իրենց լիազորությունների շրջանակը կատարում են։ Նույնը Սարիթաղում էր։ Եվ մենք մինչև այդ մեղադրյալներին չտեսնենք եւ այդ մեղադրյալները բարձրաստիճան պաշտոնյաներ չլինեն, մենք գիտենք, որ ապօրինի հրամանները տվել են բարձրաստիճան պաշտոնյաները եւ ենթակաները իրենց կրկնում եմ լիազորությունները չարաշահելով կատարել են առանցնակի դաժանությամբ, մինչև այդ բոլորը չտեսնենք, մենք չենք կարող ասել, որ պետությունը էֆեկտիվ քայլեր է։ Աշոտ Կարապետյանը աշխատանքից հեռացվեց, Լյովա Երանոսյանն արձակուրդ ուղարկվեց, հետո անսպասելի ետ կանչվեց։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ հունիսի 23-ի դեպքերից հետո Լյովա Երանոսյանը շարունակեց պաշտոնավարել մինչև Սարիթաղի դեպքերը։ Ըստ երևույթի նաև քաղաքական իշխանության համբերություններ լցվել, բաժակներ լցվել եւ ի վերջո ստացվեց այնպես, որ արձակուրդից հետ կանչելը միջազգայց առայժմ դեռ որևէ պատժի մասին չի խոսում, բայց քաղաքի ոստիկանապետին հանելուց հետո
Գիտեք, պետք է այնպես չստացվի, որ խավության նոխազներ ընտրվեն։ Սա համակարգային խնդիր է։ Տարիներ շարունակ իրավապահները ֆիզիկական բռնության են ենթարկել լրագրողներին, բազմաթիվ փաստեր մենք կարող ենք բերել եւ այդ փաստերը տեսնելով դրանց փաստորեն ներում են եւ մենք արդեն համոզմունք ենք հայտնել, որ եթե չներվի, ապա ոստիկանությունը չի գործելու այնպես, ինչպես գործում է։ Իսկ երևի թե իշխանություններին հենց դա է պետք, չգիտեմ։ Բայց երբ որ մենք կրկնում եմ տեսնենք ու ասենք այ, բացի այս ոստիկանը կա նաև բարձրաստիճան այս մեկը։ Այսա կատարել է։ Մենք կարող ենք տասնյակ այդպիսի նկարահանումներ տրամադրել եւ ես կարծում եմ այդ նկարահանումները շատերին են հասու, կարծում եմ որ իրավապահներն էլ եւ քննչական մարմիններն էլ ունեն։ Եթե բոլորը անխտիր չպատժվեն, մենք համարելու ենք, որ իշխանությունները էֆեկտիվ գործողություններ չեն իրականացրել, որպեսզի այս հանցագործությունը փաստորեն բացահայտեն եւ բոլոր մեղավորները պատժեն։ Մինչեւ այդպես չլինի, լրագրողները չեն կարող իրենց վստահ զգալ եւ իրենց պարտականությունները ազատորեն կատարել։ Լրագրողներն ակցիա իրականացրեցին, միասնական հայտարարությամբ հանդես եկան խմբագիրները։ Սա որքանով էր բավարար քայլ, թե միայն այսքանով չպետք է սահմանափակվեր։ Հստակ ժամանակ տրվեց նաեւ իրավապահ 15 լրատվամիջոցների ղեկավարներ իրենց վճռականությունը հայտնեցին պայքարելու եւ դա շատ կարեւոր է։ Կարծում եմ այդպիսի հայտարարություններ իհարկե եղել են եւ լրագրողական կազմակերպությունների կողմից, ելի 10-ից ավել լրագրողական կազմակերպությունների կողմից։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարություններից հետո կլինեն նաեւ գործողություններ օրենքի շրջանակներում իհարկե, բայց շատ էֆեկտիվ, որպեսզի այս ամենին իսկապես մեր երկրում վերջ տրվի։ Առանց այս հարցը լուծելու խոսքի ազատության զարգացումը հետագա հնարավոր չի լինի։ Ցանկացած իրավապահ պետք է իմանա, որ լրագրողական գործունեությունը խոչընդոտելուն հետևելու է անպայման հետևելու է պատիժ եւ պատասխանատվություն։